Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Ջոն Բանյան, օր փետրվարի 12։ Տիրոջ մտերմությունը նրանց հետ է, որ վախենում են նրանից, և իր ուխտը սովորեցնում է նրանց։ Սաղմոս 25-րդ գլուխ 14-րդ խոսք։ Աստծո իրական երկյուղը կոչվում է Աստծո գանձ, քանի որ այն նրա ամենաթանկարժեք գոհարներից մեկն է, երկնքի հազվագյուտ բաներից մեկը։ Տիրոջ երկյուղը կլինի նրա գանձը, Եսայի 33-րդ գլուխ 6-րդ խոսք։ Եվ այս անունը բավականին տեղին է, քանի որ գանձի նման Տիրոջ երկյուղը չեք կարող գտնել ամեն քայլափոխին։ Գրված է. հավատքն ամենի բանը չէ, Բ Թեսաղոնիկեցիս 3-րդ գլուխ 2-րդ խոսք, քանի որ այն ավելի թանկ է, քան ոսկին։ Նույն երկյուղի մասին գրված է նաև. Աստծո երկյուղը նրանց աչքերի առաջին չէ, Հռովմայացիս 3-րդ գլուխ 18-րդ խոսք։ Այսինքն, մարդկանց մեծամասնությունը լիովին զուրկ է այս թանկարժեք գոհարից, գանձից, Տիրոջ երկյուղից։ Խեղճ թափառականները, երբ թափառում են կալվածքում, գուցե ստանան որոշ կտորներ ու փշրանքներ, գուցե հին կոշիկներ և մի քանի խեղճ դեն նետված շորեր, բայց նրանք չեն ստանա նրա զարդերից ոչ մեկը։ Նրանք չեն կարող դիպչել նրա ամենաթանկարժեք գանձին, այն պահվում է նրա զավակների և նրանց համար, ովքեր կլինեն նրա ժառանգները։ Նույնը կարելի է ասել երկյուղի այս օրհնյալ շնորհի մասին, որն այստեղ կոչվում է Աստծո գանձ։ Այն տրվում է միայն ընտրյալներին, խոստման ժառանգներին և զավակներին։ Մնացած բոլորը զրկված են դրանից և այդպես էլ քայլելու են մինչև մահ և դատաստան։ Այս երկյուղի շնորհն է, որ մարդուն դարձնում է առանձնահատուկ և գերազանց մյուսներից։ Դա է, որ մարդուն զարդարում է և նրան դասում բոլորից վեր։ Եվ Տերն ասեց սատանային. «Ուշադրությունդ դարձրիր իմ ծառա Հոբի վրա, որ նրա նմանը չկա երկրի վրա, կատարյալ և ուղիղ մարդ, աստվածավախ և չարությունից հեռացող»։ Հոբ 1 գլուխ 8-րդ խոսք։